Ես ինչ է լավ, հա, սենց պահեմ, իչասնեմ, հանեմ, մի հատ խնդրում եմ ասա։ Very good, все, լավ, հաջողություն, very good, maravilloso, maravilloso, այն արդեսո, ես իսպանոցի քիչ թարսիրել սենց, զոյինաթոր եչկոս կնամ, Buenos días, buenos noches, señore, señorite, Էտա իսպաներեն ոչով սկսենք եսովա մեր հաղորդումն, քանի որ գտնվում ենք էտա գեղեցիկ ռանչոյ։ Բայց դա 11 մեր բումբն բովանդակությանը, միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս հարգելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարի այսօրվա ապրիլի 13-ի մեր թողարկումը։ Մենք մի քանի օր տվեցինք ուշացում կապված որոշակի հարցերի հետ, հետո ճանապարհորդելի, կուլտուրական տեղեր լնելի եւ այլն, բայց եւ այնպես մենք նորից ձեզ հետ միասին ենք ուղիղ եթեր, մեծ ինձ շատ մոտիկա մտելա բերանս։ Եվ այսպես ցանկանանք մեզ անխափան եթեր։ Ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Նախ արդեն բան եղավ, մեր բոլոր անդամներն այսօր այստեղ են, պարոն Աբազյան, Սասուն Խաչատրյան, Հաճելի Մարտ, Անդոյ, Արգիշտ, Քրիստիկ, Ռուզիկ, հմեն իրենց տեղերում են, Վահե Ղազարյան ու Գլավո։ Так, ներս ենք հրավիրում այսօրվա մեր հյուրերին, Քրիստիկ դրան մոտ։ Քրական գլխավոր ոստիկանության պետ Վարդան Վարդանյան։ Ստանիսլավսկու թատրոնի հետ կապված ներս ենք հրավիրում քաղաքապետարանին և Տարոն Մարգարյանին։ Ինչպես նաև Վայքից Մխիթար Մաթևոսյան։ Տեսչական մարմնի ղեկավարին, այս բենզալցակայանների հետ կապված։ Սա որն է։ Պարմա սուպերմարկետների տիրոջը։ Գազպրոմ, Էնվեդենստեյա, մի քիչ իմ ճոշումը տեղուն չի, քաղաքապետարան հրավիրել ենք Ավինյան Բոզիտղուն, Ամենայն հայոց կաթողիկոսին, Սուրեն Պապիկյանին, Արդարադատության նախարարին, ինչպես նաև իր ամուսնուն Կարեն Անդրեասյանին, Ձիվայ, քաղաքապետարանը ստեղ է, դատախազությունը ստեղ է, սա ստեղ է, հանրային, ինչ են ասում, ռադիո հեռուստատեսության ծառայության տնօրեն Տիգրան Հակոբյան Բոզիտղուն, նստիտ է ղաղթծնունդ, բանը ստեղ արդեն, ինչպես նաև Արմավիր քերակատարու, Արմավիրը չներողություն, քերակատարողական վարչության պետին, Ատոմյան, դա էլ ստեղ։ Սկսենք մնաց ընդեղ, լավ, սկսենք բանաբողոքներից, հետա տեղավորվեք, ուրեմն շատ խառն է, մենք հրավիրել ենք նաև ասեցի վշեմ Գազպրոմ, ես ինչքան գիտեմ Գազպրոմի դիրեկտոր էր, տնօրեն էր, ով էր այդ մարդը մահացավ, ցավակցում ենք հարազատներին, ուրեմն ահազանգում են հանրային ձայն Գազպրոմի, ինչ են ասում, ոմն գազի տեսուչի վերաբերյալ, Սմբատ Գալստյան, Վանաձորից, քաղաքացիները ահազանգում են, ասում են պարոն Ղուկասյան, խնդրում եմ բարձրաձայնել, որ Սմբատ Գալստյանը Վանաձորից, ուրեմն խաղում է հաշվիչների հետ, հաշվիչներ հետի տալի, թվեր են կեղծելի, դրա փոխարեն գումարներ վերցնելի։ Ասում եմ դուք կարող եք բերել կոնկրետ օրինակ,
ինչ գազի շոչիկներ հետ տալի եւ այլն, մեզ ասեցին կոնկրետ գազալցակայանների, ԱԳԼՃԿ եւ ոչ ավել ոչ պակաս բանը Գասպարյան Վովայի գազալցակայանները։ Ես օրինակ չգիտեի, որ Գասպարյան Վովան ունի գազալցակայան։ Նույնիսկ գիտեի աղբերն ունի, բայց ի՞նչ տարբերություն, աղբերը թենքը։ Ասեցին մեկը Պրոշյան փողոցի վրա, մյուսը Արտաշատ քաղաքում։ Սրա հետ կապված ինձ թվում է պիտի պարզաբանումներ անի Գազպրոմը եւ հասկանա ով է Սմբատ Գալստյանը, ինչ հաշվիչներ է հետ տվել, ինչ արե, մարդիկ ահազանգում են, մենք բարձրաձայնում ենք։ Ես այս ինֆորմացիան ոչ երկում եմ, ոչ հաստատում եմ։ Եկել է ահազանգ, ավելի շատ ես բարձրաձայնեցի, որովհետեւ վերաբերվում էր Վովա Գասպարյան Բոզի տղուն։ Եվ եթե սա երբևիցե Սմբատ Գալստյանը սպասարկել է Պրոշյանի վրայի ինչ-որ Պրոշյան փողոց, եթե չեմ սխալվում, կամ Երևան մտնող այդ Պրոշյան սովխոզ, այդտեղի գազալցակայանը կամ Արտաշատի, ուրեմն տված ինֆորմացիան ամբողջովին համապատասխանում է իրականությանը, եթե այս անձնավորությունը որպես տեսուչ սպասարկել է այդ գազալցակայանները, ԱԳԼՃԿ-ները։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ Պարմային։ Իհարկե, ինֆորմացիան մի փոքր հնացավ, մի 2-3 օր համացանցում պատտվեց, բայց պատտվի, մենք նորից ուրեմն թարմացնում ենք։ Ուրեմն համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Պարման 1 կիլոգրամ շլոր գյոլչա վաճառում էր 50,400 դրամ։ Ես ասինքն հիմա պիտի ասեն մասնավոր բիզնես է, ով ինչ ուզում, ինչ գին ուզում դնում է, բայց այդպես խոմ չի։ Գոյություն ունի գները կարգավորող հանձնաժողով, չէ՞, ինչ որ տես մի հատ բոզի տղա հիմնար գոյություն ունի եւ նստած մարդիկ աշխատավարձ են ստանում դրա դիմաց։ Ինչպես կարող է 1 կիլոգրամ շլորը արժանա, այսինքն իր արժեքով արժանա պլորի գնին համապատասխան 50,400 դրամ։ Ես ինչով։ Այդ շլորը, չգիտեմ, Անժելինա Ջոլին էր հավաքել, իր ոչ կրծքավանդակի հետ խաղացել էր շլորով, այդ ուղարկել է Հայաստան։ Ես ուղղակի ուզում հասկանամ, ես ինչ աննորմալ գին են դրել։ Հələ մի րոպե։ Դենա մենք դրա հնարավորությունը ունենք, թե չունենք։ 1 second. Ահա։ Not supported. Ճիշտ է խախել։ Մի րոպե։ We cannot connect your call. Please check the number and try again. Չգիտեմ, ինչ խաղերը տուտան եջ խոսքնում։ Վասը։ Անորտես կոպի միջոցներն էլ են այս աղբի տղեկի յանից։ Կայնի կլը ժողովուրդ չը։ Մերապ, ատենց հա, մենք սես կանենք։ Это հասկացանք։
մի րոպե։ Ալո։ 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 Չպատասխանում։ Վերցրերա ու չպատասխանում։ Մի րոպե։ Հայ։ Սուպերմարկետ Պարմա, բարև ձեզ։ Ծառայությունները բարելավելու նպատակով ձեր զանգը կարող է ձայնագրվել։ Սրանք ես ուզում հասկանամ գիտակցում են, որ այս ռոպեների ուսում գնալը իմ հաշվից է այդտեղ։ Անջատեցին։ Պարման հրաժարվում է պատասխանել մեր զանգին։ Մենք հատել զանգին, որ հետո Պարմայի սեփականատերը հանգարտ չնեղանա, որ հեսա իմ բառապաշարը բացեցի ես։ Հետո ես այսքան փող ծախսեմ, զանգն էտա ու ինձ վեկալ են ասեն նետ։ Հատված հարցնացում հյուսիսից։ Ալոյ։ Զանգել եք Պարմո։ Համարատ զանգել։ Ալո։ Չէ, հիմա ինձ ասացեք խնդրեմ, Վարդան Ղուկասյանը, եթե հիմա բացի իր բազմատիրաժ բերանը, ինձ պիտի ասեն ինչ, դու մեղավոր ես, դու անդաստիրակ ես, ինչ թարանել մարդկանց վիրավորել, հա։ Զանգը մենք եկալ եք արա։ Ալո։ Բալիկ ջան, արտակը տաննա։ Դու բալիկն ես։ Արտյոմի։ Արտյոմի ազգանունը Ղուկասյանա։ Ոչ, հաջողություն բալիկին։ Հայ։ Չգիտեմ դարավարտություն արտակը։ Մի հատ էլ փորձենք։ Մի հատ էլ բանը փորձենք, դուր հետո ես կասեմ արդեն։ Այ մարդ, դրանք նստած այս էֆիրները նայում են, որ վարքյանական բան են անում, ոչ որ չի պատասխանում, հա։ Բարև ձեզ, ծառայությունները բարելավելու նպատակով ձեր զանգը կարող է ձայնագրվել։ Հիմա ես որ հայոյ եմ, ինձ պիտի բան մեղադրեն։ Դե, մի վեկալեք, հայոյանքը լսեք։ Մի կիլոգրամը 50,400 դրամ։ Լավ, հետո վեկալի։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Ձեզ ձայնը շատ հեռվից է գալի, դուք որտեղից եք խոսում։ Բարև ձեզ, շատ հաճելի է ձեր ձայնը լսել։ Ձեզ մոտ վաճառվում է շլոր գյոլչա 1 կիլոգրամը 50,400 դրամ։ Այս պայթեշտաշաշ չունենք վաճառքի արդեն։ Ավարտվեց։ Սպառվեց։ Այո, վաճառք։ Ասացեք, բան խնդրեմ, ում հետ եմ խոսում ես։ Ների։ Մերի, դուք մենեջեր եք, վաճառող եք, հսկիչ եք։
Online օպերատոր։ Ես կուզենայի զրուցել մենեջերի հետ, ոնց անենք։ Կամ սեփականատիրոջ։ Ոչ մենեջերը, որ սեփականատերը։ Ահա, լավ, մենեջեր, ես մի բան խնդրեմ ձեզանից։ Իհարկե։ Ուրեմն ես ուզում եմ հասկանամ, ինչով է պայմանավորված շլորի 1 կիլոգրամը 50,400 դրամ։ Դա Վլադիմիր Իլիչ Լենինն է հավաքի, Անժելինա Ջոլինա իացածերով հավաքի։ Պատճառը ո՞րն է։ Թուրիմացություն, այսինքն ինչ է արժեցել եւ ինչքան եք դուք դրել։ Իսկ ո՞րն է եղել իրական արժեքը։ Хорошо, 16940 դրամ։ Եթե դուք ինձ ասեիք, որ 5400 է եղել, ես ձեզ կհավատայի, որ հա թուրիմացություն է եղել, մի զրոն արանքը մտելա, մեկն էլ հետևից է եկել, բայց 50400 նուր, 16940 դրամ նուր, այդպես թուրիմացություն ո՞նց ալեմ տվերի մեջ։ Պատահելա։ Իսկ 16940 դրամը ոնց հասկանանք, 1 կիլոգրամը ոնց կարող արժենալ 16000։ Այդպես։ Սեփականատերն ով է։ Այո։ Ձեր գործադիր տնօրենն ով է։ Ես չներկայացես, ուզում եմ ներկայանալ, հանրային ձայն Վարդան Ղուկասյան։ Ձեր խոնարհ ծառան։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ բայց իմանամ այդ տնօրենն ով է։ Լավ, ես հասկանում եմ, որ դուք արեցիք ամենայն ոչ մի հնարավորը, շնորհակալություն, ես կդիմեմ տնօրենին։ Այս աղջկան գործը չբռնեն ազատեն։ Բայց ես ոնց չասեմ, տնօրեն 50400 անգամ քեզի վզից ծծծնի։ Ինչքան տաքսու շոֆեր կա, 16400 անգամ միջումը տնեն, ինչքան գազելի շոֆեր կա։ Խոնդու գանդու չեսալո։ Ասում է թուրիմացություն է եղել։ Թուրիմացություն կլներ, եթե մի զրոն, ասենք 5400 արժեց է, զրոն սենց արանքը մծրել ենք, ասեմ, հա, էտ ակասիտ նանգրակի տեղ է, սենց պոնատր է, լավ, սենց բոզի տղությունն ալավ։ Հիմա ասում է թուրիմացություն է եղել, կամ 16940 անգամ մեր հարևան Անիկը ցռինաթարի բենին։ Դեմացված տարեսանից հետո որևիցե մի սուպերմարկետում ֆիքսվել է միացած բոզի տղագին, այդ սուպերմարկետի տնօրենով, սեփականատերով, այդ ամեն ինչով մորնոշ, թող ոչ մեկ չնեղանա հանգարց։ Անցանք առաջ։ Ուրեմն քաղաք Երևան, շինարարներ փողոցի վրա, գործում է բենզալցակայան CPS։ Պատկանում է Արսեն Քամալյանին։ Խնդրում եմ լուսանկարները։ Նախկին նախարար, հետո աշխատել է Պեկում, հետո ատոմակայանում։ Ուրեմն CPS-ի բենզալցակայանը բնակելի շենքից հեռու է ընդամենը 7-ից 8 մետր։ Փեսեն ասում է դատավոր է, աղջիկը նոտար, անունը Նոնա։ Գլինկայի 4, հա, սեփականաշնորհել են Գլինկայի 4 հասցեի վրա գտնվող թեթև արդյունաբերական տեխնիկումի շենքը, պարոն Աբազյան, որտեղ նաև տեղակայված է ընկեր նոտար Նոնայի օֆիսը։ Սեփականությունը, որը որյան դա վերցրել առել են, սեփականաշնորհին երևի 2-3 սենյականոց բնակարանի գնով։ Մի հատ հլը այն ինչա հակակոռուպցիոն կոմիտե, մալչիկ, դու ուր այսիս, Ղախպեն, Արսեն Քամալյանին ճանաչում ես։ Հիմա ես ուզում եմ քեզ հարցնամ, Արսեն Քամալյանը, որը սաղ կյանքամ եղել է պետական չինովնիկ, ոնց է բերել CPS-ի բենզալցակայանը կողե բնակելի շենքի տակը, այն Գյուլբենկյան 27-ի նման։ Մենք հեսա կարա երկու հաղորդում կամ մյուս հաղորդմանը անպայման կանրադառնանք այդ տեսչական մաբնի ոչ ղեկավարին։
ու այս էդի հերիք չի, հələ մի հատ էլ ոչ եմ գլինկայի վրա ոչ եմ սեփականաշոյելա, էսի այս թեթև արդյունաբերական տեխնիկումի շենքը դարձել է մասնավոր դպրոց, որը կոչվում է Մաշտոցի անունով։ Իրանք էլ ընդ վեր են ընկած նոտարական ծառայություն են մատուցել։ Աղջիկը։ Սա ո՞նց է սեփականաշնորհել։ Պարոն Աբազյան, հաճելի մարդ։ Մի հատ հələ հանեք, բացեք, վերանայեք։ Կոռուպցիայի դեմ պայքար են տանում, որոշակի բոզի տղեկ ասում են խաթարամա երկրի պետական անվտանգություն, կոմամային տատասնելու են բոզի տղա, հլալպերի, որոշակի մարդիկ այդ ձև են խոսան, հիմա ուզում եմ այս հարց տամ ձեզ, Վարդան Ղուկասյանն բենզալցակայանները բերեմ կողամ բնակելի շենքերի տակ, պայթացնեմ սաղին վառեմ, շինեմ ժանադակ, Վարդան Ղուկասյանը մի հատ սեփականություն, սեփական ծտի փարչ Հայաստանի Հանրապետությունում ունի, չունի, սաղ ինչ կա չկա դուք ունեք, բա հիմա երկրի անվտանգության հետ ով է խաղում, հա? Պարզեք ես Ղախպեն Արսեն Քամալյան, օպերատիվ բլոկ MVD եւ իհարկե Մալչիկ պա իմինի Սասուն։ Մենք անդրադարձել ենք Ստանիսլավսկու անվան թատրոնին։ Ներողություն բաժակ չկա։ Ես գրահիճ եմ այսօր։ Անդրադարձանք մի ցելի 3 ժամանոց հաղորդում նվիրեցինք հատուկ եթեր Ստանիսլավսկու անվան թատրոնին։ Սկսվեցին տեղատարապ զանգեր, հարազատնի, բարեկամնի, անուշ ապերնի, ծանոտնի, ընկերնի, մտերիմներ եւ այլն, որոնք որ ասում են գիտեք ինչ, ախրեց պատը, որ շարել են Ստանիսլավսկու թատրոնի լուսամուտները փակել են, ֆասադային կողմը չի։ Բացատրում եմ ինձ հարազատ մարդկանց, ասում եմ աղբրտիկ, սովետական միությունը այդ թատրոնը որ սարքել է, այդ լուսամուտը որ դրել է, որ լուսամուտը բացես նայես դուրս, չի դրել լուսամուտը, որ կակոյնի բուզ գլորիայի բոզի տղա, չերես մյուս բոզի տղա Տարոն Մարգարյան, այդ տարածքը առնի, պատը շարի, առաջի հարգը փագի, անուն էլ դնի խռի գլոխ, հետո էդ էլ վեկալի, ոչ եմ վաճառի մի հատ ուրիշ անասունի։ Հիմա քաղաքապետ եղել է Տարոն Մարգարյանը։ Տարոն Մարգարյանը այսօր գցում բռնում է առաջադրվի քաղաքապետի թեկնածու թե ոչ։ Հիմա այս Տարոն Մարգարյանին ուզում եմ հարց տամ։ Ամբողջ պոլիտբյուրոն ՑԿ Կոմպարտիի ՍՍՍР իա հիմնադրման օրվանից Վլադիմիր Իլիչ Լենին մինչև բոզի տղա Գորբաչով, որ սովետը քանդեց։ Այդ ով եղել է այդ սախ տարիների պոլիտբյուրոն, նամանավանդ Ձերժինսկի, Վարաշիլով, Մոլոտով, Մալենկով, Կագանովիչ, Ժդանով, Ստալին, Կալինին, այս սրանք այդ ուղնուցուցը, Բուջոնին, այդ Բուջոնին իա ամբողջ այդ ձիերով են Բուջոնու ձիեր արտահայտություն կար, են կավալերիստի պոլկ, այդ սախ, այդ ոչ չգիտեմ, Միկայան, Շահումյան, հմեն նավարի ծծծնեն բոզի տղա։ Ես քեզ վեկալա զանգեցի բառացիորեն, դու պիտի հեռախոսը վերցնես, ես քեզ հարց եմ տալու, բարև ձեզ Տարոն Մարգարյան, դու պիտի ասեիր բարև ձեզ, պիտի ասեի խոսումա էս ինչը, դու պիտի ասեիր լսումա էս ինչը, հարց, ինչի ես թատրոնի 180 քառակուսի մետրը տվել Գլորիայի բոզի տաղոն, Տարոն Մարգարյանը որոշեց չպատասխանել այդ ղախպի ծնունդը, որ վեկալում ես, մտնում ես Պանթեոն, նայում ես Կոմիտասի գերեզմանը, Իսահակյանի գերեզմանը, Սևակի, մյուսների ոնց որ ես միացում, ես արձան լավագույն դեպքում, ալնի կամ չլի, որ գերեզմանն ես նայում, Ստալինը գլուխը պատովն է տվել, Ստալինի գերեզմանը, ցելիկ Ստալին, մի հատ կիսանդրի, այնտեղ էլով կար, Ոչմ Կրեմլի Չեռնենկո, Մեռնենկո, Անդրոպով, Բրեժնև, երկրի ղեկավարներ են, մի հատ կիսանդրի, կուրեք, Անդրանիկ Մակը, նայում ես, ասում ես, кто он такой, национальный герой, космос, блядь,
ու բոզի տղեն այսքանից հետո Սերժ Սարգսյանը հելելախոսը որ ինքը ընդդիմությունն է սաղ Ստանիսլավսկու անվան թատրոնը Ստանիսլավսկու ղեկավարությամբ Սերժ Նավարի ծածացնի որ քո բոզի տղա Տարոն Մակարյանը վեկալավ էտի տվեց ինչ-որ մի հատ մասնավոր աղբի տау դրանից հետո եկավ մեկ այլ դերասան քաղաքապետ Հայկ Մարության հետ հեղափոխական Հայաստան 71-72% ձայնով եկել էին բայց դու էլ խոմ դերասան էր հիմա ոնց որ ես վաղը մյուսօր գամ ռազմական ոստիկանության վարչության տարածքը ինչ-որ մի հատ բոզի տղա վեկալի ոչ կտրտի ծաղ կամ չգիտեմ ինչ-որ մի հատ հիվանդանոց իսկ մասնագիտական առումով մոտիկ էր ռազմական ոստիկան կամ ինձ չեն ասի բտու էր իշխանության գանդոնի սերունդ ինչ ես տվել կամ եթե տվել ես քիչ ես հետ վեկալել քիչ ես քանդել ասեմ օրինական փաստաթղթերով է եղել ակամայից հիշեցի մի հատ ակնառու գործիչի եթե չեմ սխալվում Ավստրիայի կանցլեր որը ինչ-որ մի հատ էս բոզի տղություն էին արել այդպես ասած օրենքի ուժով ստացած փաստաթղթով դեր ինչ-որ մի բան ծածկել էին ասեց այո օրենքի տեսակետից օրինական է բայց բարոյական տեսակետից անընդունելի է մենք չենք կարող մեր պրինցիպներին դեմ գնալ մեր ազգային բարոյական նորմերին բերին ճաղին գցին միան նույնը հիմա սա է ասում օրինական է թատրոնի ոչ եմ տնօրեն բոզի տղեն ծախե փախե այդ Ամերիկայի ոչ եմ քուչեքը սրանք էլ վեկալի ոչ եմ նամիսելի առաջարկ չկա и тут виноват конечно посольство Российской Федерации если бы один чиновник из посольства Российской Федерации хоть в жизни пошел театр в Армении, он бы увидел, что русский театр находится в таком ужасном состоянии. Весь целый первый этаж замурован, блядь. И российская культура не доходит до армянского населения. Այսպես Տարոն Մակարյանի բոզի տղություններին մենք սիստեմատիկաբար կանրադառնանք։ Բաղախպա, լավ տղա ես, ավանամ դվիժենի իրանում, եղանակեր ստեղծում, զանգել են, վեկալույր ասեիր, ալո, Ղուկասյան, ասա, ես չեմ տվել կամ տվել եմ լավ եմ ալեմ։ Ես է քեզի ոչ եմ կասեի, տրուսիկս լավամ կնգա բենի մեջ, կամ չի ասի։ Ու հիմա էլ ղուշաֆրմ, Ստանիսլավսկու քյալի վերևը, որ ատից հանեն սիկտիր անեն, հիմա էդ 5400 քառակուսի մետրն է պիտի կողենյաց մամայի դլոն, ուրա գարեգինը, կաթողիկոս, բերինգի, սա բոզի տղության գագատնագիտն է, բոզի տղության, Մխիթար Մաթևոսյան, քպական ղախպի ծնունդ, գրում են վայքի ժողովուրդ, ասում են պարոն Ղուկասյան, խնդրում ենք, աղա չմենք, մեր անունից Մխիթար Մաթևոսյանի տուն ու տեղը ծածացրա, ասում եմ զաշտո, ասում եմ վայքում ծառ չմնաց, սաղ ծառների մաման մորմշ, ես չեմ կա, հիմա վայքում էլ են սակուրատ ընգելու, վայք, սիսյան, ջերմու, ավիրելով գալում են արա, ու ես հանրային ծառայությունները կարգավորող բոզի տղա Տիգրան Հակոբյանը ասում է թե բանը ազգային անվտանգության հետ է խաղում բոզի տղա դուք կանաչ բնությունը ծածացնեք ծառերից բռնած վարի տակ ես խաղամ ես հեսա կոտում տեղը ծածացնելու եմ պատաշտի մեծ հաճույքով ամբողջ վայքը ոչ միայն վայքի ժողովուրդը Այլ նաև վայքի գնդի զինծառայողները ռազմական ոստիկանության տեղի գլխավորությամբ գան մտնել վայքից Մխիթար Մաթևոսյանի տուն 16 տարեկանից մինչև Չալիկավոր ինչքան վայքեցի կա գան մտնեն դրա տուն տնով, տեղով, նավարով ծածացնեն, շռեն նավարի բենի մեջ դուրս գան Այս ծառների գենոցիդի հետ կապված, որը էլի նորից շարունակվում է Երևան քաղաքում։ Ես ինչ եմ ուզում ասեմ։ Վաղը մյուս օր, իսկ այդ օրը արդեն շատ մոտ է, ես զգում եմ, ես պատահական չեմ քաղաքից քաղաք դառնում։ Վաղը մյուս օր ես գալուն պես այս բոլոր ծառ կտրողներին տանով տեղով ծածացնելու եմ։ Տանով տեղով ճամփել Ղուկասյանի շրջանում բացվելու է գուրակ Բոլորին են համակենտրոնացման ճամբար, բոլորին տանելու եմ լցեմը տեղ, ամբողջ կյանքի ընթացքում զբաղվելու են ծառ տնկելով, ծառները խնամելով, ջրելով եւ այլն։ Մի հատ ծառ չորցավ տան
տվյալ ծառի պատասխանատուի տանախորից մեկը գնդակահարվամը տեղում։ Տալու եմ 1000 ծառ ամեն մեկին կնգան աղջկան որը ասել եմ այս 1000 ծառի պատասխանատուն դու ես մի հատ ծառ 4 հապ ռաստրելած նամես է շրմես, ծածանես, թքմես, այս ծառերը պիտի աճեն, բոզի տղեք, բայց մինչև այդ ես ուզում եմ ասեմ, ոնց որ ասում էր մեր հարևան քնարը, աթանի կնիկ, երրորդ հարկ, Երևանյան 20 շեք, ագյուլի մերը, կանանչ դագաղը մտնեք, ձեր երեխեքը, ձեր ժառանգները, ձեր առաջնեկները պիտի այդ ծառների նման սատկեն, ռակով, քայքայվեն, չգիտեմ, գայլախտով, ինչ հիվանդություն կա, սա այդպես չի կորելու Եկնային գրասենյակը իր հերթին է բանը պատժելու, բնության նկատմամբ կատարված բոզի տղության համար Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին է բանը պատժելու, իսկ Ավինյան քո երեխեքը իրենց մանկությունը անցկացնելու են մանկատանը, համ կնիկը տա ծծելու, համ դու ես ոչմ ծծելու, ցամա, երեխեքը դեռ պիտի բան մեծանան մանկատանը, ու չեմ թույլ տալու, որ որևիցե մի ընտանիք քո երեխեքին որդեգրի, այ դու այդպես բոզի տղա ես, ղախպից անունդ Այդ քանից հետո հլում է թմա կաթողիկոսի մոտ, ընդունում է կաթողիկոս, գարեգին մե ոտքի։ Այդ տղա, կարող է վաղնեսուել ես գամ դու ինձ էլ ընդունես, հա, դու հասարակ ինքնասիրություն չունես, սրանք եկան չեկան, քո դեմ սկսվեց արշավ, էլ քեզ ծծրին, էլ ցփնին, էլ շռին, էլ ցռին, էլ փռին, ինչ ասես քո հետ արին, քո հետ վարվեցին, բա դու կաթողիկոս մարդ ես, դու չես ասում, իմ մերոնած խռը տնեմ Տիգրան Ավինյան, կնգած բենին, ես ինքը տալի ու էիր, ներողություն, ես քաղաքապետի թեկնածու դարան, նոր հիշի, որ էժմիածինում վեհարան կա, եկել ես կաթողիկոս տենալու, դու էլ ընդունում ես, նստնում ես սեղանը ես կոմը, դու էլ են կոմը կապուցիլոն կակի վերևը, խոսում ես Տիգրան Ավինյանի հետ, դու ինքնասիրություն չունես, հա, փոխանակ են 250,000 դոլարանոց էր 350,000-անոց բաներ, ոչ գավազանել բրիլյանտնիկ ու ոսկեղեն վրեն, որ բերե տվել են քեզ վեկալի կուխեն, Ավինյանի որը խառներ շինեք, զալատոյ մալչիկ, նստե հետ ինչ ես քնարկե, ինձ նրանց հետ արկիրա, հել մետասոտ ենակ, քրիստիկ դու գիտես, ես ճոճում հա, դու գիտես, ինչ էիր քնարկում, դու կաթողիկոս մարդ, ոչ բարով, Մերան ցրծփելով բենիդ, այս բոզի տղեկին, ինչ ես ընդունել, այս սեոնից ղախպի վաստակներին, հա, խտրեմ, ես հիմա դիմում եմ այս հավատացյալներին, ինքեր հավատացյալներ, երբ որ ես կաթողիկոսին կռլում եմ, դուք վիրավորվում եք, նեղանում եք, ասում եք Վարդան Ղուկասյանը, արշավա սկսել եկեղեցու դեմ, նույնիսկ պետք է հիշեմ հայտնի ասացվածք, ով տրի, ով էթա սանատորիա, եկեղեցին հանի, սաղ գանձերը, մանձերը ծախի, եկեղեցին տերտերների վրեն նալոգ դնի, եկեղեցին այնպես անի, որ Աստծու խոսքը ճշմարիտ ոնց որ իրանք են ասում, ձեզ տեղ հասնի, բայց ամբողջ հանրապետությունը ողողված է աղանդներով, Եհովա, Մեհովա, Խռովա եւ այլն եւ այլն եւ այլն, դուք ինձ եք մեղադրում, հա, Մերան էլ վառոնեշ, այդ չգիտեմ ինչ խռը գլող, քաղաքների զանգամասում են եկեղեցին սարքել ենք, չեն գալը օծեն, փող են ուզում, ես բոզի տղեն, փողը ուզում, Վառոնեժեր, Իժևսկեր, Վառոնեժեր, մի քանի ոչմ քաղաքներ, այդտեղ էլ է Վարդան Ղուկասյանը մեղավոր, հա։ Ես որ ասում եմ, զվիստա շոկյաչ, ասես բանալն եմ, Տիգրան Ավինյանը ընդունում, ասենք ինչ ասես սրան, հեն գարեգին, դու սպասի, ուրեմն, մենք խոսել էինք արդարադատության նախարարության հետ կապված ջրի հետ թեման, այդպես էլ մնաց, արդարադատության նախարար Գիգիր, դու լրիվ ֆենոմենալ բոզի տղա ես, այդ տղա, ես գիտեմ, որ դու բոզի տղա ես, Ես գիտեմ, որ դու ղախպի տղա ես, դու ու են Կարեն Անդրեասյանն, ես պոստը զարմանում եմ սրանց ընտանիքի վրեն, ես ես կարադարամ ձեզ։
Ասեցինք շաբաթական 20 լիտր անվճար ջրի հարցը լուծել, ինչի չի լուծված մինչև հիմա։ Արտարադատության նախարար Ղախպի տղա։ Ես էլ եմ ուզում հասկանամ։ Ինչ եմ գրել։ Հա։ Օրերս, այսինքն 3 Արմավիր քրակատարողական հիմնարկում ինքնասպանությունը գործել մի աշխատող։ Տեկալել ավտոմատն ինքն իրան բիզիմ դիր։ Ես հետարքով ասում եմ, ինչ էր բնապատճառը, որ ինչ են ասում սրան կամբոյ ինքնյան գյուլելա, ասում է 3 միլիոն դրամ պարտք, գումար։ Խաղացել է Վիվարո տոլի տոտո։ Նորից ուզում եմ հարց տամ Տիգրան Հակոբյան, հանրային հեռուստատեսության, ռադիո եւ այլն։ Բոզի տղա կնգած ծածացնի ամբողջ Վիվարոն, սաղ ազգին հագցրել եք նարկոտիկին ու գումարին։ Երեք էլ թոլի 3 չեմ մյուսորը Սլավյանսկիում 9-րդ դասարանի երեխա կրիստալով թունավորված տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ 9-րդ դասարան։ Սովետի ժամանակ 9-րդ դասարանը մեկին ծխելուց բռնում էին, տնով տեղով ծածացնում էին, հորը կանչում էին դպրոց, դիրեկտորը ցռռում էր հոր բենին, հերն է թմետուն, լակոտին անում էր մորմշ, այնքան էր տպը մեռնում էր։ Այսօր նարկոտիկն է մտել դպրոց։ Ես խոսեցի 8-րդ դասարանի մասին, ստեղ արդեն Սլավյանսկիում 9-րդ դասարանի երեխային կոմայով տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց։ Կրիստալը վախտամա դպրոցներում։ Ով է սրա սպոնսորը։ Իհարկե իշխանությունը։ Հիմա դուք ուզում եք ասեք, որ Վիվարո, տոտո, խեռի գլոխ եւ այլն գործնեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության տարածքը առանց իշխանության դաբրոյի։ Մարդիկ հազարներով զանգում ասում են, պարոն Ղուկասյան, զանգում ենք Վիվարո, Գուդվին, Խեռիսվին եւ այլն, ասում ենք մենք մեր ինչ են ասում, պրոֆիլը ուզում ենք փագենք, չեն փագում։ Ասում են գնա դատարանից թուղթ բե, որ դու խաղամոլ ես, որ մենք փագենք։ Ասես բան ո՞ւր եք տեսել, ինգեր Աբազյան։ Ինձ տպավորություն է, որ դուք այդպես թիվ ունեք։ Կարող է, Անդո, հիշում ես, որ ես երազ տեսա Պաբլո Էսկոբար։ Այս միացիրուն տան մեջ էի նստած։ Այդպես լուստրիկնի։ Կարող է իրականում այդ երազը իրականություն այդ տղաով։ 9-րդ սովետի ժամանակ սա միութենական մասշտաբով չեպեեր։ Դպրոցի դիրեկտորով, տեղի MVD-ի, չգիտեմ, Միլպետով, KGB-ով, բոլորին կհանին գյուլին կփռեին արևի տակ, եթե խորհրդային միության ժամանակ 9-րդ դասարանի երեխան նարկոտիկով ելեն մորմաշ։ Ես մեռասելով, սա արդեն որերորդ դեպքն է։ Այս Շուշանին էլ մեռասելով են Շուշան Պետրոսյանին տղետ նարկոմանա դարայ կնիկ, մետերեղի, այն փոքրը։ Ու այսքանից հետո Տիգրան Հակոբյանը ազգային ժողովի անդոնից էս մաման ծածած հրացը ինձ ասում բան ազգային անվտանգության հետ է խաղում։ Ես հեսա կոտունը կծածացնեմ։ Խնդրեմ։ Գումարած Բերթում մարդը այն տիպի ընկնի գումարների մեջ, որ գնա ավտոմատը վերցնի ինքնյան խփի։ Մի կողմից լավ եղավ։ Այդ ընտանիքը խախանդվավ, որովհետև պոտենցիալ խաղամոլ էր։ Բայց մի կողմից էլ երիտասարդ ազնվորություն, ինքնասպանություն։ Մարդիկ ուզում են փագեն իրենց պրոֆիլները չի լեմ, ոչ Վիվարո, ոչ տոտո, ոչ այնուսը, ոչ այն, չեն փագում։ Ես ասել եմ եւ նորից ասելու եմ։ Հանրային ձայն իշխանության գալու դեպքում բոլոր բուկ մեկերային գրասենյակները, բոլոր օնլայն կազինոները, իրենց այդ VPN-ից բռնած փակվելու են Հայաստանի տարածքում, բոլոր բանկային քարտերը, որոնցով որ իրականացվում է փոխանցում, կենտրոնական բանկը ստանում է ցույցում, բոլոր քարտերը բլոկել։ Օնլայն խաղ, որ չկարողանան խաղան, որ յուրաքանչյուր բանկային կամ ոնց որ անում է Միացյալ Նահանգները։ Ինչա անում, քարտից փողը տարավ, ինչ-որ մի բոզ տղա գողացավ, քաղաքացին գալում է բանկ, ասում է ես չեմ, իմ վրից փողը ոչ իմ տալ, հետ եմ կանչում։ Նույնը, եթե տեսանք շիլնելու խաղալու են, բանկերը ստանալու են ցուցում։ Քաղաքացին խաղաց կրվավ,
Գրվել է։ Հա ինքն է խաղացել, այդ գանդոնն է խաղացել։ Գալիս է բանկ, ասում է ես իմ փողը հետ եմ պահանջում։ Փողը հետ է բերվում, հետ է քաշվում։ Կամ չի փոխանցվում 46 ժամվա կամ 72 ժամվա ընթացքում քաղաքացին կրվելուց հետո կարագա բանկ դիմում գրի բանկը պարտավոր է այդ խաղադրույքային փոխանցումների եթե 72 ժամը չի հետ կանչել նստում է քարտի վրա այդ քաղաքացու այդ բոլոր խաղային այդ քարտն գցում է բլոկի մեջ որ չկարողանա այլևս ոչ մի խաղ խաղալ որ ինքը վիվարն այդ բան չկարողանա անի ով կրվել է գնում է բանկ դիմը գնում է բանկը փողը հետ է տալը ու այդ քարտը բլոկվում է բրծա էլ այդ քարտը չի կարող խաղալ եթե նույն անձը մի քանի անգամ եկավ բանկ ասես խաղացել են բլոկվել է հետ բերեք խաղացել են բլոկվել է հետ բերեք տվյալ անձը գնում է կալանքի 10 սուտկա Սովետի ժամանակ մնա ո՞նց էր 15 սուտակ հանրային աշխատանքների գնում է քաղաքային զուգարան մաքրելու չէ 2 ամիս կալանք խաղալու համար Մենախուց Այսպես պիտի գրվի մցվի ազգային ժողով հաստատվի ու սկսի ծածկելու պրոցեսը Պիտի արվի Իսկ վիվարո դրա բոլորը պիտի փակվեն Անխտիր 1000 աշխատող ունի 500 փակել ամենաուժեղ հարկատունը խերթի հարկատու չի դու նայրիտը բացի կնացեք նայրիտում աշխատեք Մեկյանա գյուլում Են մեկ ընդեղա կախվում Են մեկ ընդեղա պրտավում Բան բրաբարին ես ազգին ալա ու հենը ինձ են ասում բան անում ազգային անվտանգության հետ աղան բոզի տղեկին նայի կապական ասեք առաջ նախորդ հաճելի մարդ իմ մի քանի հաղորդում առաջ մենք անդրադարձել էինք Մալացիայում տեղի ունեցած բնակարանային գողությանը որտեղ գողին բռնել էին սպալիչնին բնակարանի մեջ տան տերերը Toujours Vahan Arushanyan Գողը Արթուր Նովիկ 10 անգամ դատված բնակարանային գողությամբ Դատախազ Մարիա Խաչատրյան Քո դատախազ Մարիա Խաչատրյանի բոզի տղության պատճառով Արթուր Նովիկը հայտնվեց ազատության մեջ Մարդին սպալիչն բռնում են տան մեջ Քո դատախազը քաքամա գործի մեջ բացատող ասում է քննիչը որը գիշերվա ժամը 4-ին հաղորդումը ստացել է պիտի Մալացիայից գնալ հասներ ջրվեժ թղթի վրա ստորագրել տար քնչականի պետին հետո նոր հետ տարած գար դեպքի վայր Արթուր Նովիկի մամային ծածացներ քանի որ թղթի վրա ստորագրությունը չի եղել Պրոցեսը համարվում է բիզիմդիր Դատավորն էլ ասել է բիզիմդիր Արթուր Նովիկ դե սվաբոդեն ու հելի գնա Հիմա ես քեզ հարց եմ տալի այս փսորյաս ագարկեն Մարիա Խաչատրյանին որ բերել նշանակել եք դատախազ դուք ձեր դատախազից գոհ եք Հարց եմ տալի հաճելի մարդ ինչի է Արթուր Նովիկը ազատության մեջ Պատասխանի Մեխոսա Ջու խմես Խալատենիկը բաց է նա շեշով դրած Բեկով խմի Ես պարտավոր չեմ բաժակ բերեմ տոնեմ կամ ես սրանք Ես պսորյաս ագարկ են Դուք որ վեկալ է նշանակել եք որպես դատախազ գոհ եք Հա Հիմա որ արգիշտի ջիսը ուգում արգիշտի խրալու Ոչ ես մարդը պալում ոզնալել Արգիշտը ծծասնի քնիշ Մարիա Խաչատրյանին Ընտերողություն դատախազ Մարիա Խաչատրյանին Սա քնչականն եմ բվրադիր Ասեց աշխատում է Հա Մարդու բրыз բնակարան է գողս ասում ստորագրությունը վրեն չի եղել Սո Այդ բնակարանը մտել է գողսել է լավոր է Բնակարանի տերնով էր Toujours Վահան Արուշանյանը խերրհանի տնի Մարիա Խաչատրյանի պետի մեջ Սրանից հետո Այս բաների պատճառով եթե մի հատ բոզի տղա Պրծելակ հերական պատասխանատվությունից հաճելի մարդ Ես քո դատախազի բերանը ժաժ եմ տալու Ներողություն, բայց ես շատ կուլտուրական մարդ եմ ուղղակի իմ էմոցիոնալ վիճակը հավուր է Մեզ դիմել են քաղաքացի մի երիտասարդ հետ կապված
Մարտիրոսյան Գևորգ Ներսիկի, նորից եմ կրկնում, Մարտիրոսյան Գևորգ Ներսիկի Արարատի մարզից գյուղ Խոր Վիրապ, 26 տարեկան երիտասարդ է։ Այս պահին գտնվում է 8-րդ հիվանդանոցում, ունի սրտի փոխպատվաստման կարիք։ Ես դիմում եմ Գագիկ Ծառուկյանին, պարոն Ծառուկյան, Գագոյ, այս մարդիկ ուրեմն ամեն ինչ ուզեցել են անեն, որ ձեր վրա դուրս գան, բայց ոչ մի կերպ չի հաջողվում։ Ավելի շուտ ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ Նվեր Ծառուկյանին, տղուն։ Նվերիկ, քո տարիքի տղա է երևի, 26 տարեկան կամ դու մի քիչ մեծ ես կամ փոքր ես, չգիտեմ։ Այս տղայի կյանքը դու մի անգամ մի վատ բան արել ես։ Դրան չանդրադառնանք։ Ինձ թվում է դու այս տղայի կյանքը կարող ես փրկել։ Ուրեմն $160,000 արժե սրտի փոխպատվաստումը Բելարուսիայի մայրաքաղաք Մինսկում։ Ձեր հարաբերություններն էլ Լուկաշենկոյի հետ վերիֆուլ։ $40,000 տնեցիք արդեն հավաքել են, այսինքն պակասում է $120,000։ Եթե այդ $120,000 դուք կարողանաք զեղչեք կամ, չգիտեմ, խոսեք Բելարուսիայի առողջապահության նախարարի հետ եւ այլն, այս երիտասարդի սրտին, որովհետեւ դեմից ուզել էին 60,000, հետո 80, հետո 100, հիմա եկավ հասավ 160,000, այսինքն ներևում է, որ բելարուսական կլինիկան արհեստական բարձրացնում է սրտի փոխպատվաստման գինը։ Եվ եթե միջամտի էտագագոյ, ինձ թվում է ուրեմն սրտաբանական կենտրոնը կիչացնի այս տղայի սրտի փոխպատվաստման արժեքը եւ հնարավորություն կունենանք մենք փրկել երիտասարդին։ Նվերիկ համարը գրի, որով որ դու կարող ես կապնվել Գևորգի հարազատների հետ, ոնց հասկանում եմ եղբայրն է սա, անունը Արթուր, եւ միասին քննարկեք այս տղայի կյանքը ոնց փրկեք։ 093 08 55 99, նորից եմ կրկնում, 093 08 55 99։ Ինձ թվում է, որ եթե Գագիկ Ծառուկյանը ցանկանա, կարող է այս երիտասարդին օգնել եւ կյանքը փրկել։ Ջահել տղա է 26 տարեկան, իտակ որցեղենի պակասա Հայաստանի Հանրապետությունում, էլ որց չմնաց։ Կեսին լցին եռաբլուր, կեսին շինին հաշվանդամ, կեսին շինին նարկաման, կեսին շինին խաղամոլ, կեսը թողեց գնաց եւ այլն։ Մեզ համար թանկ է յուրաքանչյուր հայ երիտասարդի կյանքը։ Սա նաեւ խնդրանք հանրային ձայնի կողմից Ծառուկյանների ընտանիքին։ Դեսպանատունը Բելարուսիայի գտնվում է Ծառուկյանի տան տարածքում, ինձ թվում է ոչ մի խնդիր, եթե կարողանան նորմալ բանակցեն Սրտաբանական ինստիտուտի հետ կամ կենտրոնի Մինսկում եւ գինը սակարկեն։ Գոնե սակարկեն, այս մարդիկ 40,000 ունեն, 40,000-ով գոնե վիրահատեն, այս տղան բնփրկվի։ Իսկ եթե մարդիկ ովքեր որ ցանկանում են օգնել, նորից եմ կրկնում, Մարտիրոսյան Գևորգ Ներսիկի, այս պայծրությամբ գտնվում է 8-րդ հիվանդանոցում բավականին ծանր վիճակում։ Մենք խոսել էինք գազանանոցից։ Ավետարան Տիգրան աղախպի ծնունդը, որը որ դեռ քաղաքապետի պաշտոնը չստանձնած, ավիրելով, կոտորելով, սաղ Երևան քաղաքը, ինչքան նորմալ ծառու բուսականություն կա, քանդելով գնում է առաջ եւ Երևանցին լռում է։ Երևանցին ասում է հակառակորդը ինձ չի հացնի, մենք ապահով ենք։ Դեռ այդտենց մտածող Երևանցուն բացատրի, բոզի տղա, Սիսյանի են պահակն էլ էր ապահով, որ եկան բուտքի մեջ մորթին գնացին։ Էլ էր ասում ապահով եմ, Սիսյանում անցել էր ԿՊ-ն, ինչպես նաև Տեղգյուղում, որ այսօր Տեղգյուղի ժողովուրդն ասում են ինչ տենք անիլ, ինչ տենք անիլ։ Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ուրա ընտրել եք ուրա սրանց թիվութաբանությունը, ընտրել եք ԿՊ, շտա 1000 քանի ձայն, մի րոպե ավելի կոնկրետացնենք, որ մեզ չմեղադրեն դեզինֆորմացիա տալու մեջ, ահա,
1148 հոգի 2021 թվականի ընտրությունների ժամանակ տեղ գյուղից ձայն ա տվել Նիկոլ Փաշինյանին, պատիվ ունեմին 252 հոգի, այսինքն Տարոն եւ Սերժ, եւ Հայաստան Դաշինքին 496 հոգի, հանրային այն ժամանակ հայոց հայրենիք էր 2 հոգի։ Ես այդ 2 հոգուն, ովքեր որ եթե հանկարծ առաջ, այսինքն կանգնեցին խնդրի առաջ, տեղահանման եւ այլն, ես այդ 2 հոգու հարցերը կփորձեմ լուծել։ Ինչպես լուծեցինք այն մյուս 3 հոգու, 3 հոգու այդ հարցերը Աղավնոյ գյուղից, որոնք որ վառեցին իրենց տուն ու տեղը, իսկ այն մարդիկ ովքեր չեն վառել, նախ Ադրբեջանը քանդել է բոլորի տները, բայց մինչև օրս այդ մարդիկ մնացել են փողոցում, ոչ սերտիֆիկատ, ոչ այն, եթե անգամ սերտիֆիկատը տվել են, բանկ ասում է կողքի որը ցիֆր է ուստուց։ Հիմա այս 1148 հոգին, պլյուս 252, պլյուս 496։ Ում եք ձայն տվել։ Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանն էլ եւ այս ընդդիմությանը, բա այս ընդդիմությունն ուր է։ Դուք եք ընտրել այս պոզիտղեկին։ Բա հիմա ինչ եք ուզում։ Թուրքին բերին հասցրին ձեր գյուղ։ Ասում էր տեղ գյուղից են կողմ Արցախն է։ Հիմա ասում է տեղ գյուղից են կողմ Ադրբեջանն է։ Գումարած դրան այդ 4 զոհերը։ Ես ցավակցում եմ զոհվածների, հարազատներին եւ բարեկամներին։ Կապված այս իրավիճակի հետ, այս զոհերի։ Նախ սիստեմատիկաբար Վաշտի հրամանատար Եղազարյան Էդո զեկուցել է, որ հակառակորդը ագրեսիվ է, թույլ տվեք պատասխանել, չեն թողել, չի թողել կոնկրետ շտաբի պետը, Ոմն Արամ, բնականաբար հասկանալի է, որ շտաբի պետն էլ ավելի վերև է զեկուցել, եւ չթողելով, չպատասխանելով եւ այլն, նստում են պիկապը, բեսամբ արխային առաջանում են ու դնում են գրռում են։ Շնորհակալություն այն տղաներին, ովքեր դրին եւ պիկապով հանդերձ թուրք շներին արեցին բիզին դիր։ Այդ բոզի տղեկին։ Ես նորից դիմում եմ մեր սահմանը պահող զինծառայողներին, թե ժամկետային, թե պայմանագրային, հարգարժան զինծառայող, հայ զինվոր, հայ սպա, քո կյանքի, առողջության պատասխանատուն դու ես։ Քո հույսը երբեք մի դիշ Սուրեն Պապիկյանի կամ Սուրեն Պապիկյանի նման բոզի տղեկի վրա։ Եթե դու տեսնում ես ակներև հակառակորդի առաջխաղացում, գործողություն, որը անմիջական վտանգ է սպառնում քո կյանքին, քո առողջությանը, հողին, երկրին, անմիջապես հակառակորդին ոչնչացնել տեղում։ Ես ես տալիս եմ այն հրահանգավորումը, որը որ մեզ տվել էին 97 թվին, երբ որ մենք բարձրանում էինք մարտական դիրքեր, մեր զորքը բարձրանում էր դիրք։ Տեսա գլուխը խրամատից հանեց գյուլել։ Իսկ հիմա նստում են պիկապը, գալիս են մտնում են մեր զորքի բերանը, զորքը կանգնած չգիտի ինչ անի, հանում գրռստում են, նոր կողից պայմանագրայինները տալում են, անում են մորմաշ։ Եթե դուք չեք գյուլում, ձեզ են գյուլելու։ Ձեզ են գյուլելու։ Են Սիսյանի են պահակը, ումը որ մորթեց, Ադրբեջանի զինծառայողը, որը ներթափանցել էր Հայաստանի տարածք։ Միանշանակ համոզված են, ԿՊ-ին ձեն տվող է եղել։ Ինքն էր ասում, ես ապահով եմ, եկավ, բուտքի մեջ մորթեց, գնաց։ Առրքես ապահով։ Ու ես ուզում հասկանամ Նախիջևանն ուր, Սիսյանն ուր։ Ոնց է եկի ասել, Նախիջևանի Սիսյան։ Չկա ազգային անվտանգություն, գոյություն չունի։ Սահմանապահ զորքերի ծառայություն, գոյություն չունի։ Այդպես հիմնարկ չկա։ Ընկեր Աբազյան։ Ես ուզում եմ երկու բառ ռուսերեն։ Именно для азербайджанской аудитории. Не секрет, что на днях азербайджанская сторона потеряла
больше 10 своих солдат, если не ошибаюсь, пока что 12. Из них один полковник. И больше 25 раненых. Кто из этих раненых умер, а кто нет, я пока не знаю. Азербайджанская сторона 2 дня тому назад нарушила государственную границу Армянской республики. Район села Тех. Тех. Это родина Сержа Саркисяна. Серж Саркисян родился там. Это суннит. И эта провокация со стороны Азербайджана очень дорого обошлось Азербайджану. Президент Азербайджана и высокопоставленные чиновники Азербайджана опять, играя жизнью своих солдат и граждан, пошли на провокацию. С нашей стороны погибло 4, а с азербайджанской стороны больше 12 военнослужащих. И эти семьи сейчас, уже по азербайджанским обычаям, их уже похоронили, не имеют права осуждать Армению. Потому что ваши сыновья уже погибли на нашей территории. И этому виной главнокомандующий Азербайджана Алиев. Вы сегодня потеряли своих сыновей. Не сегодня, вчера. В том числе офицер. 2 азербайджанских солдат, как минимум 2, нарушили государственную границу Армении со стороны Нахичевана и пересекли границу. Один был пойман на днях, а другого арестовали сегодня, который убил сторожа из города Сисян. Убил в прямом смысле. И в моем телеграм-канале есть видеоролик, как наши люди наказывают этого сукина сына, азербайджанского солдата, который убил человека, 53 или 57 лет, этого армянского гражданина. Азербайджанские солдаты бегут из азербайджанской армии, потому что там ужасная обстановка, катастрофически ужасная. Мало того, что дедовщина, беспредел, но и остальное. Я хочу, чтобы граждане Азербайджана узнали этот факт. И те азербайджанцы, особенно бакинцы, вот, которые сидят в ТикТок, Телеграм и тому подобное, и очень активно пишут комментарии, что наши шахиды молодцы, и то, и все. Я просто хочу посмотреть на этих уродов моральных. Когда вы пишете такие слова, наши шахиды, то, и все. Вы хоть представляете горе матерей, которые потеряли своих детей. 18 лет, 20 лет, 25 лет. Молодых парней. Из-за какого-нибудь идиота, вот, который провоцировал этот инцидент на границе. Это уже который раз. А те бакинцы, которые пишут вот такие патриотические слова, сами сидят, вот в это время сидят в кафе в Баку и смотрят на этот прекрасный город. А ваши сыновья, многоуважаемые родители, погибают из-за капризов Мехрибан и Алиев, что они вот хотят творить на границе. Не один, вот сейчас берите вот эти 12 человек, вот, которые погибли, да, и посмотрите, кто родители и откуда они. Я почему-то, мой внутренний голос говорит, что ни один не будет из города Баку. Если даже будет из города Баку, то это непременно будет самая, не хочу обидеть, но неблагоприятная семья. 100% у этого солдата отец не замминистр, не начальник управления, не начальник полиции, не бизнесмен, не депутат, не мэр. Просто простой человек.
простой, рабочий или крестьянин. А сыновья высокопоставленных людей элита, золотая молодежь, в данный момент тусуется в Баку и смотрит на величайшую вот красоту, на Каспию. Вот я хочу, чтобы вот некоторые комментаторы вот сейчас пишут комментарии и говорят, наши шахиды, пусть они сами пойдут и становляются шахидами. Они сидят в кафе города Баку и там пишут свои комментарии. Эти уроды. Алев Гандон. В прямом смысле этого слова. Гандон. Пока Алиев у власти, не будет мира в Кавказе. Это 100%. Եվես 4 զոհերը, որոնք որ եղան, սա եւս պաշտպանության նախարարության մեղքով էր։ Միանշանակ, եթե լիներ հրաման առաջխաղացման դեպքում կրակ, չէին նստի պիկապը, չէին գա հասնի մտնեին մեր բերանը, մեզի գյուլեին եւ գնային։ Իմիջալոց, ես ուզում եմ նաեւ զգուշացնեմ, որ իմ Telegram կանալում սիստեմատիկաբար հայտնվելու են այն մարդկանց դեմքերը, ովքեր որ յարը նիկոլական են եւ մտնելով կոմենտարիա են գրում Վարդան Ղուկասյանի, այսպես ասած, էջի վրա, հա ինչ-որ մի բան, բացասական բան, կոմենտարիա միանշանակ արժանանալու են հրապարակային պախարակման, ստեղ ինչ-որ մեկը պատռվում է, ես չեմ կարող հասկանամ ինչի է բանը պատռվում, հələ մի րոպե ժողովուրդ ջան։ Ներողություն։ Ով է դա։ Ստեղ ինչ-որ ինձ ասում են, ինչ-որ մի հատ Սուզաննա Ավետիսյան կա կոմենտարիաների մեջ։ Դա ֆեսա։ Ներոք, ով այս ագարկեն։ Ինչ-որտեղ Սուզաննա Ավետիսյան կա կոմենտարիաների մեջ, մարդիկ բողոքում են, հանեք այդ ագարկին։ Մի փոքր ճշմախնդիր եմ։ Так. Պարոն Աբազյան, ձեր հիմնարկումը աշխատում Աշոտ Կարապետյանի բիջը։ Ես ուզում եմ հասկանամ, դու գիտես, որ Աշոտ Կարապետյանի տղեն քո մոտ աշխատում։ Դու ուզում ես մեր հարաբերությունները վատանալ, Աբազյան։ Աշոտ Կարապետյանը ֆենոմենալ բոլզի տղա էր։ Աշոտ Կարապետյանը այս Հայաստանի բոլոր քաղաքացիներին այնքան վատություն արել, որ ոսկի Ադոլֆ Հիտլերը չի արել։ Ես ուզում եմ հասկանալ, ի՞նչն է պատճառը, որ այդ ղախ պիտողում դու պահում ես քո հիմնարկում, մարդիկ բողոքում են։ Ես ձեզանից պահանջում եմ անհապաղ հեռացնել Աշոտ Կարապետյանի որդուն։ Եթե ոչ, մեր հարաբերությունները գնում են փակուղի։ Շատ վատ ձևով։ Մյուսը Գասպարյան Վովայի նիստի հետ կապված դատավոր Նարինե Ավագյան Մյուս նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին Քանի որ խոսեցին Գասպարյան Վովայից, ուզում եմ նաև խոսեմ Արշակից Նիստի նկարահանումը արգելելը որն է Հա, իրանք չեն ուզում մեջ Երևան, թող Երևան բայց դատավորը խոմուզը մա Բայց եթե դուք մաքուր մարդիկ եք, Գասպարյան Վովա, Արշակ Հակոբյան, ղախպի տղեկ, ինչի չեք ուզում, որ նիստը նկարահանվի, մաքուր մարդիկ եք, ոչ թալանել եք, ոչ կեղեքել եք, ոչ մի բան չեք արել, դες անմեղ տեղը դատում են։ Մի հատ էլ ասեմ, խափաման միջոցը ուզում ենք փոխենք, հələ այս բոզի տղեկին նայի։ Ես ուզում եմ տեղեկացնեմ Արշակ Հակոբյանին,
եւ Գասպարյան Վովային, որ ես ձեր համար ունեմ անակնկալ։ Անակնկալը համարը հասերատեղ, ես թվում է ապրիլի 25-ին իմ ծնունդի կապակցությամբ ինձ դա կարվի նվեր։ Քանի որ ապրիլի 25-ը տարվա մեջ միակ օրն է, ոնց որ ընկերս էր ասում, որ դոգին կարանք պաշտոնական ձևով կաշառք տանք։ Ուրիշ օր չեք կարա։ Ինձ թվում է այդ օրը ինձ համար դա կլինի շատ հաճելի նվեր։ Աղջի, ապրիլի 25-ին ծնունդ դու գիտես։ Քրիստիկն էլ գիտի։ Ես նվերն եմ ուզում, նվերն։ Տենաս թող մախի մհերը ապրիլի 25-ին ինձ նվեր ուզում անի, թե չէ։ Մհեր, քո տղեն շահելա տենդեր, այն հանրապետության հրապարակի են աստիճանները, գետնանցումը, վեկալել եք, սարքել եք եւ այլն, սա քայքայված, ավիրված, բլած, կռլված, հանիկ փռիկ դուրս։ Ձեր արած վերանորոգման շին աշխատանքները աշխատանքից էլ մի ամիս էլ չի անցել, բոլորը փդմ թափում են։ Սա հատածաղ, համացանցով մեկ է տա։ Ես ուզում եի մհերին բանը կռլեի, կամ մհերի ոչ տողն ավելի շուտ, բայց հետո հասկացա լավ, շինարարն է գանդոն, բա քաղաքապետարան, դու ինչի ես ընդունել, ինչի ես ակտը ստորագրել, Ավինյան Բոզի տղա, եթե շինարարության որակը որակ չի եղել։ Հա? Ստեղ ակնհայտ է, չէ, որ եղել է ատկատ եւ ատկատը լափել է քաղաքապետարանը։ Այդ շին վարչությունը ինչ խռի գլուխ է։ Ու եթե չհանձնած այն բանը պրոսպեկտի գետնանցումը իահերթին, այդ հրապարակի աշճաները իահերթ, արդեն բլեմուկ հանդվում է, ջուրը լցվում է եւ այլն, դու պարտավոր ես հետ կանչելու, ասես շինարար, գնա դզի։ Ասենց էլ գալը Ավինյան Տիգրանը քաղաքապետ է ուզում։ Որ կոտորելով գնում այս պոռնիկի տղեն։ Մեկ էլ մհեր։ Ուրեմն ականջիս հասել է, որ Ամերիկա տեղ որոշակի մարդիկ ընկած հետաքրքրված են, ուզում են բարձեն Վարդան Ղուկասյանի տեղը։ Գնում են իմ ծանոթներին, չգիտեմ, ում հետ որ ես հանդիպել եմ են Ամերիկայում եղած հանդիպման ժամանակ, դրանց մոտ ինչ որ հարցեր են ուզում իմանան եւ այլն։ Ես ուղղակի ուզում եմ ասենք հարց տամ, ասենք թե հասցեն իմացար մեր։ Հետո այդ մարդիկ պիտի գան հասնեն այդ հասցեին։ Այդ մարդիկ, որ այդ հասցեին եկան հասան, հետո այդ սպառնալիքները, այդ ֆիզիկական ոչնչացում ուզում են խփենք եւ ես ախր այդ ուզում եմ այդ հասկանամ, այդ որ մի բոզի տղեն է, որ պատրաստամոց են ասում lifetime շալկի, ինչա թողմախի մերին ուզում է լավություն անի։ Մեր քո համար մարդիկ են զանգը, մարդիկ են խնդրում, ասում եմ բիձա մարդա, խղճա, մեղքա, թոթո օրենքի ուժով իր պատիժը ստանա։ Դու մարդկանց ես զանգում Ամերիկա գնում են սրա մոտ, նրա մոտ, այս մեծանոթ են մի բանի մոտ ասում են դոգի տեղն ասեք։ Հա, մհեր։ Դու ինչի ես ուզում, որ ես քեզ իրոք հասցնեմ ինֆարկտի։ Որովհետև եթե չկա անձը, նետու չելավեկա, նետու պրոբլեմ։ Եթե մի հոգի էլ Ամերիկայում Glendale, Burbank, Montebello, Los Angeles, ինչ որ մի հատ բոզի տղա, տվել Վարդան Ղուկասյան Դոգյանու եւ այլն, ես խոստանում եմ տվյալ անձին բավականին լուրջ հոդվածով հաղորդումը վրան ուղարկել Միացյալ Նահանգներ, FBI, police Գրել ջինջել, որ կյանքին վտանգ սպանելով մամային ծծծնեն փռել արևի տակ, հետո գալ քո հետևից։ Եթե մի անգամ են ինչ որ մեկը նման բանը արել։ Իմ ականջին հասնի հանգարց։ Արդարադատության նախարար Գիգիշ, դու բոզի տղա ես։ Կարեն Անդրեասյան ևս։ Ուրեմն մենք ունենք մի շարք չինովնիկներ, որոնք որ լինելով ամուսնացած, ընտանիքի տեր, շատ ներողություն, շատ սեռաքաղց մարդիկ են։ Ես ուզում եմ, ես խնդրել եմ մեր ադմինին, ոնց կանի դա չգիտեմ,
Բայց ես ուզում եմ, որովհետև եթե այդ տեսանյութերը ես հրապարակեմ Telegram կանալում, նախ այնտեղ նստած են նաև անչափահասներ, հետո մեզ կփորձեն մեղադրել պոռնկագրական նյութեր տարածելու մեջ։ Բայց երևույթը իրոք սարսափելի է։ Պատգամավոր մարդիկ, ամուսնացած, իշխանության ներկայացուցիչնի ամուսնացած գնում են ոմն տիրուհու մոտ, որի անունն է տիրուհի, եւ այս տիրուհին հագցնելով սրանց, չգիտեմ, այտենց տարօրինակ բաներ, շան դիմակ, չգիտեմ, կոժնի եսիմ ինչ, այն տիպի սեռական նվաստացման է ենթարկում, որ Աստված էլ բեթարեն ազատի, եւ այդ ամենը նկարահանվում է։ Ես խնդրում եմ հիմա, եթե կա հնարավորություն, դա գցել Telegram կանալ։ Պլեթով դնեն այնքան խփեն մարդու խեռին, որ մարդու խեռը կապտի։ Հələ լավ պլեթը, լավ խլեշը, սեռական զգացմունքը հասկանում եմ, բայց հազար անգամ ներողություն, քաքել մարդու բենի մեջ, եւ սա անում են հայ տղամարդու հետ, ներողություն, տղամարդ կանց, եւ այս հայ տղամարդիկ իրենց իրավունք են վերապահում, սրան նրան անուն դրեն, ասեն էսի գյոթա, էսի տրանսա, էսի, իրանք էլ նատուրալ են, գնում են փող են տալը, որ իրանց բերանը քաք են, իրանց պլեթով ծեծեն, կաբլուկով կայնեն խեռի վրեն, դլոյով նստեն բենին ասեն ծծի բոզի տղա, խնդրում եմ թո տեղադրեն, ես ամբողջական մատերիալը չեմ կարող դնել, խնդրել եմ փագեն, ինչքան հնարավոր է այդ ղժբժբժբժ, ես միշտ բայց ձայնը պահեն, ու դա ուղարկել են ինձ, ասեն պարոն Ղուկասյան, պետական չինովնիկներ են, դլոն, են արեստական խեռը հագնման, տղամարդուն ոտերը ուսին դրած կողխման, դլոն, արա եթե դուք սիրում եք հետևից շինվել, լիքը անուշ ապերներ կա, որ պատրաստ են իրանց բնական առնաթամով ձեզ շինեն, դուք ինչի եք գնում փող, ու պրտոմ ավճար, ինչի եք դուք գնում փող տալը, որ նա արեստականից ինչա տիրուհի խեռը հագնի ու ձեզ շինի, զզվելս եկավ, դրին, հեսա կդրվի, ես ուզում եմ, որ ժողովուրդը դա տենա, բայց նա է դա 18 պլուսը, ես չգիտեմ ինչքանով են փակե, դա հրապարակման, ես նայեցի իմ զզվելն եկավ, ես եմ իմ զզվելն եկավ, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այդ ամուսնացած տղամարդկանց, որոնք ունենալով կին, ընտանիք, այդ զիվա միվա գնալ, մնալ, հլը էտի քիչ է, ես հիմա նաև էտել եմ խնդրում, այդ բոլոր այդ լայք սրտիկ դնողների նկարներն էլ գցել Telegram կանալ, թո իրանց կնանիք տենան, որ իրանց մարդիկ, իրանց դլոն թողած, մտնում են Facebook-ով ձիվայի էջերն են բացում, ունդ այդ պարուհիներին լայք են դնում կամ սրտիկ, հետո գնում են այդ պարուհուն վերցնում են, փող են տալում, որ այդ պարուհին տան իրանց պլեթով ծեծի, քաքի բենի մեջ, բարից ամենաբուն իմաստով։ Եվ բազմաթիվ կադրեր են, ես մա չգիտեմ, ինչքան նա հաջողվել մեր այդ խեղճ ադմինին կտրտի, որ մասերը եւ այլ, ոնց պիտի են շղար շկոխի եւ այլ, բայց խնդրել եմ ձայնը պահել, որ հասկացի, որ էդի հայեր են, պորտուգալացին կամ ամերիկացին չի։ Բաժանորդագրվեք Telegram կանալին կնայեք։ Սա խատրակ։ Ասում եմ ամուսնացած եմ, սմահ, բավոր ամուսնացած ես, այ բալան, այդ պորնիկի հետ ինչ գործ ունես, հենա դրի, ես էլ եմ ուզում տենամ, տենամելա ինձ եմ պագին, խատրակ չլենք, էլի, ուրա։ Մի վարկյան, տենամ ես ինչնա, հա, ես, հենա դրել եմ,
Մտեք նայեք, ոչ չասեր սուտ ասա, մոլո։ Ես կխնդրեմ են մյուս վիդեոներն էլ եթե հնարավոր է, դրանք էլ տեղադրեմ, որ ստեղ չեն ելավ հանգարտես մի հոգ ունենք ճարել։ Ես հա չինովնիկ ա։ Ուրա։ Զզվեցյալ։ Սիտս խարեց։ Բա իրան հարգող տղամարդ է, ասես բան կանի։ Կամ դուք ընտանիք ունեք, դուք կին ունեք, դուք երեխեք ունեք, այդ նույն օրգանը ձեր կնոջ վրա կա անվճար։ Դուք մտել եք, ձիվայեք, լայքը, ստրիպտիզորներ եւ այլն, խոն դուք անասուն չեք։ Իմիջիալոց ձիվայի հետ կապված։ Իմ ականջին հասել է, որ առերեսման ժամանակ քաղաքացի Արմանի հետ ձիվային բոզի տղեն, ասում է եկել էիք ինձնից դեմից 60,000, հետո 80,000, հիմա դարավ են փաստաբանը կողից ասում է, ասա 100, ասում է եկել եք ինձնից $100,000 փող ուզելու, մտում են Արմանը։ Բոզի տղա դու այդ $100,000 ատե ունեիր, կամ որ եկել էր ուզելու։ Այդ որտեղ է երևում, ոնց էիք պայմանավորվել, ինչ ձև էիք պայմանավորվել, որտեղ է դա երևում, որ այդ Արմանը եկել էր $100,000 քեզնից փող ուզել։ Բոզի տղա, ու այդ $100,000 օբյեկտում էիր պահա, կամ $100,000 փող ուզողը գալամա կամերաների տակ մտնումա քեզնից $100,000 ուզում, որ դու այդ բանկ մետը հարցնում ես ինչով ես տանելու, փոխանցում պիտի անեին։ Ու ասում եմ մենք էլի դեպքեր գիտենք, ուրեմն եթե այդ ձիվայի բոզի տղեն, այդ էլի դեպքերը եւ չի հանե ջրերես, ու այդ 100,000-ի հանգամանքը չի հիմնավոր է, որ 100,000 անգամ ընտանիքի տտանով, տեղով, վարով, ալիք, 100,000 անգամ նավարիք ծածացնելու եմ, եթե դու չապացուցեցիր, բոզի տղա, ասում է, եկել էր ինձանից 100,000 էր ուզում, հենց ղախպիտով նայի, դեմից 60, 80, 100, բոզի տղեք, 100,000 ընդեղ ինքը վեկալ է դրել էր, որ Արմանը գա ինքը տա դրան, այդ լակոտին։ Դեմ ասվածնանը թե հանգարտ չի հիմնավորվել։ Ու դու մի ու հարկարտ, ասում ես ապացույցներ ունեն, որ մնացած օբյեկտներից էլ հավաքել։ Բա ունես ներկայացրու, հաճելի մարդ, պահանջում եք քնչականից, որ ես բոզի տղեն, ինչ ապացույց ունի, որ ինչ որ մի ձեռից դրա անոնի վերցվելա, ներկայացվի դատախազությանը տեղում։ Ներկայացվի։ Բոզի տղա, ասում է, հաշվի համար պիտի տա, հաշվի համար է $100,000 կուլիկ նստում է։ Так, մյուս ղախպի տղեն, Տիգրան Հակոբյան, ուլա, անցին դեմ, այսօր ազգային ժողովում լուլու հարցատալի Տիգրան Հակոբյանին ասում է համացանցում, չգիտեմ, Facebook եւ այլն, ով ինչ ուզում խոսում է, խոսքի ազատությունն է, պետական գաղտնիք, ռազմական ոչ գաղտնիք, պետական անվտանգություն եւ այլն։ Ոնց է դա կարգավորում։ Հարցին պատասխանում է Տիգրան Հակոբյանը ազգային ժողովում եւ ասում է 2 տարիա մի հատ բլոգեր կա Հաչմա։ Ուրեմն Տիգրան Հակոբյան, եւ խաթարում է պետական անվտանգությունը, ասում է դա աբազի խնդիրն է։ Տիգրան Հակոբյանը, նախ Վարդան Ղուկասյանը բլոգեր չի։ Վարդան Ղուկասյանը հանրայնձայն կուսակցության պատվավոր նախագահն է եւ քաղաքական գործիչ։ Ուզենք թե չուզենք, դա մեկ։ Երկրորդ։ Ով է Տիգրան Հակոբյանը։ Սկսենք այդտեղից։ Ռաս Տիգրան Հակոբյանը մեզ անվանում է հաճացող,
Եկեք տնանք Տիգրան Հակոբյան նովա։ Բոլորը վեգար են թուղթուգրիչ և գրեն։ ԵԱՔԴ Ելենա Արթուր Քարամ Դավիթ Դրոպ 006 դրոպ 01 դրոպ 13 Քրական գործ Ուրա 14-20-12-10 նորից եմ կրկնում 14-20-12-10 վարույթը արաբկերի քնչական Ուրեմն Տիգրան Հակոբյանս, որը ղեկավարում է հանրային հեռուստատեսությունը կարգավորող հանձնաժողովը իշխերը գլուխը 2013 թվականին Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից մեղադրվել է հին քրեական օրենսգրքի 214 հոդված երկրորդ մաս խարդախություն Այսինքն այն ժամանակ այս բոզի տղան աշխատել է Agro Holding SPԸ-ում որպես գործադիր տնօրեն կամ տնօրեն եղել է գլխավոր չոբան Եվ մասնավոր ընկերությանը տուժողներ Գոր և Արմեն Խեչոյաններին պատճառել է կամ հափշտակել է վերջիններիցս 57 միլիոն 800 հազար դրամ այսինքն $120,000 2013 թվականի դրությամբ Եվ դատապարտվել է 2 տարի ազատազրկման, սակայն համաներումով բացաթողնվել Որոշակի ժամանակ հասկացել է քերակատարողական հիմնարկում Նուբարաշեն Խուց համար 21 Այսինքն հանրային ծառայությունները կարգավորող այդ եսիմ իշխերը գլող հանձնաժողովի նախագահան լինելով մասնավոր կամպանիայում որպես ոչխարաբուծությամբ զբաղվող բոզի տղա Անդրանիկ Քոչարյանի ամենամոտիկ ընկերը Մասնավոր անձանցից Գոր և Արմեն Խեչոյաններից հափշտակել է 57 միլիոն 800 հազար դրամ Արմեն և Գոր Խեչոյանները կնգատ ու երեխեքի ծծացն են բոզի տղա Իսկ ինչի է քիչ դատվել Տիգրան Հակոբյանը Վարդան Ղուկասյանին Գասպարյան Վովան կեղծ հոդվածով քրեական գործով 350,000 դրամի համար հոդվածը կողացրին 4 տարի Սրան 2 տարի, որովհետև եղել է Նեմեց Ռուբո։ Նեմեց Ռուբոն ընդունել է Անդրանիկ Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանը խնդրել է, որ սա ընկերն է, խնդրում եմ անենց անենք քիչ պատժեն։ Նեմեց Ռուբոն էլ խոդի տալով իր իշխանական լծակները համաներումով այս բոզի տողուն բացաթող է։ Հիմա էլ խփում է չոքերին, ասում է, «Էս ինչ արեցի ես»։ Անդրանիկ Քոչարյան նավարի ծծացն են։ Բայց սա էլ ամենը չի։ Տիգրան Հակոբյանը գտնվելով Նուբարաշեն քերակատարողական հիմնարկում 21 խցում վտարվել է 21-րդ խցից առավոտ շուտ զիբիլից շուտ բոլոր խցերում ամեն առավոտ զիբիլը հանում դնում են դուրս բայց Տիգրան Հակոբյանին զիբիլից շուտ են հանեկցե դուրս ինչի համար Տիգրան Հակոբյան միգուցե լուսաբան եք ժողովրդին Աման չմա Աբազյան դու գիտեիր Տիգրան Հակոբյանի եկաչափահաս մարդ 2013 թիվ հաշվեք այսինքն երբ հա ծրտավ է իսկ 2013 թվին քանի տարեկան է եղել խցում բռնել են սեփական խեռը ժաշ տալուց իսկ քերակատարողական հիմնարկում խցում հարկված չի հարկված երևույթ չի եւ դատապարտալը խցում խեռը իրուրա տալը եւ խցի հարևաննիքը ասել են հելիստիսիկտիրերի բոզի տաղա, են բանի նման, են մյուս երևույթ, ինչ էր դրա անունը, գասիկի, ոնց որ գասիկին էին բռնե խցում, սեփական խեռը, գուլու անելուց, անեցել այս բոզի տղուն, ով այսօր ազգային ժողովի ամբյոնից ելույթ էր ունենամ, ինձ էլ ասում էր հաչմա, գուլու անեմ բենիդ մեջ, բոզի տղա, ձեր տունը ասենց հալիկա, Հələ մատ գրա այսենց հալու մեջ կայնի ու քեզի նայի, հələ նայիտ ես դու ով ես, եթե դու մասնավորից ես 57 միլիոն տարե,
Բայց տեղից ինչ պիտի անես։ Կա, որ ասում ես խաղամա պետական անվտանգության հետ եւ այլն։ 2018 թվից եկել եք ԿՊ-ն, ինչ արեց այս երկրի հետ։ 5400-ով լցեց եռաբլուրը, 5400 մատխաշ երեխու ղրգեց են աշխարհ, 10,000-ից ավելին շինեցիք հաշվանդամ, Արցախը 7 շրջաններով հանձնեցիք Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունից հողեր հանձնում եք Ադրբեջանին, Քելբաջարով, Մելբաջարով սա հանձնում եք, ամբողջ Հայաստանը վխտամա թմրանյութերի ու խաղամոլության մեջ վառ օրինակ վերջի հետ 9-րդ դասարանի երեխեն Սլավյանսկից, գնա Էրեբունի հիվանդանոց տես, մամմայից ծծացնեմ ես, դրան գումարած, ավերեցիք ամբողջ ֆաունան ու ֆլորան Երևան քաղաքի, ազգին հագցրեցիք խաղամոլությանը, արտագաղթը ավելացրեցիք, արտաքին պարտքը ավելացրեցիք, զրո դատապարտյալ կոռուպցիայով չկա 5 տարիա իշխանության եք նստած, Աբազյան հաճելի մարդ եւ զրո մի մարդ չի դատապարտվել ազատազրկման, եմ ասում եք նախկիններն են մեղավոր, այդ մեղավորներից մի հոգի անուն ազգանուն տուր, բոզի տաղա, գումարած դրան ռազմական գործողությունների ժամանակ ինչքան դասալիկ ու դավաճակ կար, սաղին նորից բերը դրել եք պաշտոննի, սովատ կպական դթում մթում խերրիս կլող, որ կոֆեի փող չունեին, ասես մի հատ շիշ ջուր չէին կարում կլուբից առնեն, նիսա էին խմում փաբերում, այսօր Էլեն ռեստորաններում են հաց ուտում, Էլեն ռեստորանը իմ թթի տակ ա եղել տարիներ շարունակ պրոսպեկտ, կյանքում Էլեն ռեստորան չեմ մտել, Էլեն ռեստորանի փողը չեմ ունեցել, դթում է, որը սոված սատկում էր, Էլեն ռեստորանը մը անեմ իա պերելիվ է, որտեղից, բոզի տղա, այ ինքնաբավարանմամ զբաղվող ղախպի սերունդ, Ալամ աշխարհը կնգատում նավարի ծածացնի, դու ես եկե խոսում պետական անվտանգությունից, մի հատ բլոգեր կա հաչմա քո նման երկիր չի թալանել, բոզի տաղա, են լուլուն, մեկը լուլուն եմ ուզում խերրեմ, բայց ասում եմ հիմա դե են ագարկեն հարցեր տավեց, է չբռնեմ ասեմ, քանի հոգու հետ ա եղել, և ես բոզի տղեքը, Կայնամ ասում է, թե երկրի անվտանգության հետ, Նախիջևանից Ադրբեջանի զինվորը քայլելով եկավ հասավ Սիսիան, պահակին մորթեզ ու նորաբռնվեմ, ես եմ խաղում երկրի անվտանգության հետ, Ատենց երկրի անվտանգության խաղացողը լմա, պատերազմի ժամանակ ասում է ինֆորմացիա են տալ, պատերազմի ժամանակ դուք եք սա, Շուշին ես տվեցի բանդիկով, Ավինյան Տիգրան ու արգիշն էին, արգիշնը Շուշիում ինչ էր անում, Շուշիի բանկի փողեր դուր էին, Շուշին ոնց հանձնվավ, Վարդան Ղուկասյանը կոմպի դեմը նստած Շուշին հանձնեց, Քելբաջանում, որ Ադրբեջանը ոռով էլ ռում կցեր, Քելբաջանը չեր կարող եկալեր, Նամանավանդ Օմարի 8-ը, են գանդոնել յանգելա Օմարի արծիվ, են ինչ է նավակ չոչով բոզի տղային, Բայց Օմարի արծվին էդ Օմարի գլխից ով իչսրեց, Վարդան Ղուկասյանը կոմպի դեմը նստած, բոզի տղա, որ ձեր եղած չեղածը քաքերը լուսաբանը մենք, վատ եք զգան, դուք եք ծախսել միլիոնավոր դոլարնի YouTube փագիկ խրացկերա, կեսա Instagram, TikTok, կետ հմա, Են տումամբա էջն էլ փագին TikTok-ի, 10 հատ տումամբա բացվավ, մեկը փագը մեկ 10 առաջանը մա, Վարդան Ղուկասյանի YouTube-յան 326,000-անոց էջը փագիկ, 15 հատ Վարդան Ղուկասյանը հայտվել, սաղ YouTube-ով մեկ, մինիմում, 156,000-անոց էջը բլոկեցիք, եսա խտրեմ նոր նաբացվել, 4,478 հոգել նայմա պրիմո եվիր, էդ կանա տիվը չգիտեմ, Բոզի տղեք, մեկը անունիկ են դևի նման պրթմես 6 հատ աճում, 6 ես պրթմ 36 հատ աճում, ու ես բոզի տղեքը,
Որովհետև ես որ ասում եմ հարգելի ժողովուրդ, այն որ ասում եմ, кто в здравом уме։ Այս մարդկանց համար գոյություն ունի միայն մեկ թշնամի։ Ոչ Ադրբեջան, ոչ Թուրքիա, ոչ Ռուսաստան, ոչ Պորտուգալ, ոչ մեկ, ԿՊ-ի համար, կոնկրետ ԿՊ-ի։ ԿՊ նախկին ներկա, այս Ռոբա Սերժա Նիկոլական թայֆի։ Один единственный враг, այդ ես եմ։ Որովհետև սաղի տուն ու տեղը բացի ծծծնելուց, այս քաքերը հլմա ջրեր ես։ Ով գիտեր, որ Տիգրան Հակոբյանս դատապարտված է եղել։ Ոչ մեկ։ Շատ քիչ մարդ։ Չի կարելի ասի լկտի սուտը, ասում եմ, դատական գործ ԵԱՔԴ 006-01-13 խփեք դատալեք, սպասեք, կարտացեք։ Ին գրագետ մասսա 57 միլիոն, եթե մի մարդ մասնավոր ընկերությունից է թրծել, բայց պետությանը ինչ պիտի անի։ Նիկոլի բնկադրերն են։ Միատելյանի զգող կանգնելը, խացու միատ լավ տղա չկար, խերը տար բուրըտ ժաշտայր, ոչ թե կոնը ժաշտայր, բոզի տղա, այս է այս ազգի հելանից է, այս կեղծ, ինչ են կոչում սրանց, նատուրալն է դը, խտրեմ կեղծ, այդ միատ նատուրալի վերաբերալ էլ մացերալ ենք դրել, տելեգրամ կանալ, տոն այն ժողովուրդը, նատուրալա, Պլեթով տունուտերը ծծծնում են, կակամ են բենի մեջ, կոչում է լավ տղա։ Ուսես լիքը վիդյոներ, ես չգիտեմ, իմ այն մյուս մի քանի հատին էլ ես եք խնդրել, որ վրեն աշխատեն, բայց բան անել, ինչքան հնարավոր է փակրտեն, նոր տեղադրեն։ Նատուրալ են, սեփական կնգան թողել են, մտնում են Facebook, ստրիպտիզուհի են, սրտիկը։ Այդ սրտիկը դիշ կնգատ նկարի տակ։ Այդ սրտիկը դիչ երեխուտ նկարի տակ, երեխատեր մարդիկ եք չեք կանան, չեմ արա, հա? Ու ժամանակ էլ նստեն սեղանի շուրջ ապր-ծպր խոսան, արա դոգ եք լսան։ Դոգը ստրիպտիզ շետը, չեն գնացել, էտ էլ եմ հագելում։ Ստրիպտիզ կլուբ Հայաստանի տարածքում չի լինելու, չի լինելու։ Դլո եք ուզեմ, գնացեք փողը տվեք, վեգալեք, տարեք շինեք, համ նրան աղքուտ, համ ձեզ աղքուտ։ Միակ վաճառող ապրանքն է, որ վաճառողից հետո մնում է վաճառողի մոտ, բայց բերում է եկամուտ։ Դա հին մասնագիտությունը դրադեմ ոչ մեկ իզորու չի։ Կբացի բարդել, մաքուշ, ստուգված կնանիք, իրանց դլոները կվաճառեն, փողը դու կնան շինի, եթե այդքան ուզում ես։ Ոչ սպիտ կլինի, ոչ սիֆիլիս, ոչ տուբերկուլոզ։ Ոչ թե սենց, ով ինչ ուզում անում, ու սենց բոզի տղե, ասում է, բանա, պետական անվտանգության է տխավում, ծարերից բրնաս կտրտում են, ծարերից, հիմա էլ գազանանոց, մազանանոց և այլն, ինձ էլ մեղադրում, ասում է, անվտանգության հետ, Աբազյան, ես եմ խաղում անվտանգության հետ, Ստանիսլավսկու թատրոնը լուսամուտի տակն է, դու ես ամեն օր մտնան Աբովյան 9, դու չես տեսել էդի, քո ագանջի տակն է, չէ, գրրրրրր, 4 հակ ես ալել, 5 հակ ես ալել, քո ագանջի տակն է, չես ծաղու այդ գրրրրրր, չես ալեմ ասում ես ինչ ա։ Մշակույթից, դպրոցից, բռնած, բնությունից ու կենթանական աշխարհով ծածկացնում են։ Այն աստիճանի են շեղվել, որ կատուներին են արդեն կտրտում ու վառում, շներին են կտրտում ու վառում, ոնց կրա նորմալ մարդը տես բան անի, ոնց կրա նորմալ մարդը կատին բռնի փրտրտի, այդ ջայլ են բոզի տղենով ու ինգեր էմեդեն չի կարեմ կտնի, մի հատ բոզի տղու, լավենյա դիվերսանտ, ադրբեջանցին ֆորմով, չեմ ասեմ կաստում շաբարը ողջ ճանաչեիք, իա ադրբեջանական ֆորմով կայլելով, եկավ ասավ Սիսյան, պահակին մորթեց, նոր հետո բռնեցիք, են է քաղաքացիական անձինք, ոչ քո հինակը, բա կատ ու մորթողին էլ չեք կարող բանը բռնեք, հա, ես ես ասեմ, նորից, իմ իշխանության օրոք, հանրային ձայն իշխանության օրոք, կենթանիում սպանողը, նամանավատ կենթանում սպանողը, դաժան սպանողը, հավասարազորա լինելու մարդասպանի հոդվածին։ Բռնես կենթանուն մորթես պրտես,
10 տարի մխում եմ մեջը ճամփում եմ։ Չի կարա այդ մարդը գտնվի ազատության մեջ։ 10 տարի գնում է գժանոց հարկադիր բուժման։ Այնպես вообще ճիշտ դուրս է գալու։ Բույս։ Եկա պիտի դեկտան մեռնի։ Ոդի մի մարդ նորմալ անպաշտպան էակի ոնց ես ասում ապշի, Աստծո տված։ Կատու։ Բռնումա փրթումա մորթումա վառումա կտրտումա հանումա տամբան։ Այդ մարդը ոնց կրա նորմալ մարդ լինի։ Դա բանը վտանգավոր երևույթ հասարակության համար MVD չկա, գոյություն չունի։ Ինչով զբաղված ցուցուլյան բոզի տղեն, ստեփտիս կլուբներով։ Ինկասատորնի փողավոր հավաքամալ։ Դուք չեք լավ, նշելի անհասկանալի է, երբ որ մի ազգ, մի խունտա, մի մասսա, մի հանրություն, ոնց ասեմ, ընկած բնությունը ավիրում է, իսկ հայը այսօր Հայաստանում բնությունը ավիրում է։ Ծառներից, թփերից, կենդաններից, բույսերից բռնած։ Մեկն էլ վեկալի ոչ եմ գրել ասում ստեղել է բոզի տղություն ոչ եմ կատարվում, դա մեկ հետո ոչ եմ կատարվում, 100 հատ վայրի խոզա ստանվել։ Չի վերահսկվում բնապահպանության նախարարություն գոյություն չունի, ով ինչ ուզում անում անտառներ դիլիջան դեն ծախսանան, բանը բուսական աշխարհն դեն ոչ ծախսանան, կենթաներն ընդ եւ բնությունը իա պատասխանը տալու է, հարգելի ուժայիններ։ Երկնային գրասենյակը աստվածա բնությունը ես չգիտեմ ինչա, այդ դուք ձեր այս ամենի այն ինչ որ դուք անում եք բնության հետ, դրա պատասխանը ստանալու եք, ձեր երեխեքից է դուրս գալու։ Այս մատխաշ ծերնդից է դուրս գալու։ Չի կարաս համենա անպատասխան, այս է բնության օրենքը։ Եթե դուք այսքան ծառ եք կտրան, սաղ կենտրոնով, մետրոնով, Երևանով, վեդիով, վայքով, սիսյան ծառ չկա։ Թե քիչ կա, էդ էլ են կտրել, ես չեմ կարում ասկան ծառերից ինչ են ուզում։ Սիսյանը պիտի սակուրա չի։ Սիսյանի դատախազի տուն ու տեղը ծատացնեմ, չի տենեմ Սիսյանի դատախազը, որ ուր այս բոզի տղեն կամ այս բանը, վայքինը, Սմբատ Գալստյան, որ 40 ծառը չիս կտրել, վայքի դատախազն էլ դենը ծատացնեմ, այդ բոզի տղում, որ չի տենեմ չասես չա, Ուսեց բոզի տայրել կայնեմ ասում են անվտանգության հետ է խաղը, հիմա ես եմ խաղը թե դուք ես ես նորմալ երկիր եմ թորը հել է կնացել եմ, եկան բռին, բռնաբարին, ավիրին, կանդին, բնությունից, բուսականությունից, կենտանական աշխարից, վայ Ղազարյան այդ կատուն մոր թողնով է, ինչի չես կթել, մինչև այսօր դուք մի հատ կատուն մոր թող չեք կարում կտնեք, կամերայով էլ դեմքը կա, ես քո օպերներին ծածացնեմ, Քո օպեր բլոկը վարդան այդ վարդենիցի ղախպի տաղում, որ ամբողջունը կնիկը նստած բիզնեսով զբաղված, փոխանակ ու միատ բիզնեսները գնում է մարդու անունով, 24 միլիոն դրամ մեկ, $223,000, վարդանի ոչ եմ տնգան որտեղից, եթե դուք միատ կարդ ու նոր թող չեք կարում կտնեք, Formenaz թե դիվերսանտ, ադրբեջանցի զինվոր, ֆորմով եկել է, քայլելով եկել է, ու չեմ գիտե, ժողովուրդ են բռնում, այս է քո ազգային անվտանգությունը Աբազյան, և գիտես ինչու, որովհետև Կարապետյան Աշոտի ժառանգ ցրթանքներն են քո հիմնական աշխատան, մի հատ էլ ասում է Վարդանը որ եկավ քաղաքապետ, ես անձամբ եմ կանդալա գցել մի հատ ձեռը, այդ բոզի տղուն նայ, դու կարաս անձիման մոտի գաս, այ մամայի ծածացնեմ, հա Կամ որ ես եկա դու մնալու ես քո հոր գերեզմանն եմ քանդելու հանեմ վառեմ Բոզի տղա ու եթե սրան դու չես ազատել Աբազյան ես գալիս եմ Աբովյան 9 շենք ու չփորձի հանկարծ որևիցե մեկն ու մեկը Աբազյան զանգի ինձ ու փորձի հավոզել որ ես հանկարծ չգամ Աբովյան 9 շենք Դու հասկանում ես, չէ՞, դուք ինձ ցանելով իշնում էիր։ Հանես ու սիկտիր անես սրան հենց այսօր։ Պարզա, հարգելի ժողովուրդ, ինչի է քպն, ինչ մենա քպն, Սերժա Ռոբիգական թայֆեն,
ծանր տանում հանրային ձայնը։ Այս բաների համար, որովհետև չկա մի լրատվամիջոց, ուրոք չկա, որ այսենց համարձակ կերպով առանց ինֆորմացիա վաճառելու սրանց տուն ու տեղը տտցնի, արածով և չարածով։ Եվ նորից եմ զգուշացնում, այլ անձինք ովքեր կգրեն կոմենտարներ, ես խնդրել եմ իմ admin-ին բոլոր լուսանկարները հանել և խլեշով տեղադրել Telegram կանալ։ Դուք պիտի լինեք խայտարակ։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հաջողություն, մի շնորհ հանդիպում։